ամենամեծ արվեստը մարդկային փոխհարաբերություններն են, մարդը մարդուն տեսնելն է, որտեղ մարդը հասարակական էակ է։ Ճիշտ ասած, դա մի հատ մորուքավոր կուրք ասել, դրան դրել են Մարքս, բայց Մարքսի խոսքերը չեն դրանք, որ մարդը հասարակական էակ է, մարդը միայնակ հնարավոր չի։ Այսօր ոչ միայն սա պատրաստում են այգի, այլ նաև հավաքատեղի, որ մարդը մարդու հետ փոխհարաբերվի։ Այգին ինչ նշանակություն ունի։ Այն տարիքի մարդիկ բոլորն էլ անցել են մանկությունով։ Նրանց տարիքը մանկության միջով անցկացել։ Ինչքան գեղեցիկ կլինի, որ տատը, պապը, թոռների հետ, մայրը, հայրը, իրենց երեխաների հետ կան նստեն, ժամանակն անցկացնեն, շփվեն միմյանց հետ։ Ամեն անգամ քաղաքային զբոսայգու մասին խոսելիս ավագ սերնդի ալավերցիների մոտ արթնանում են մանկության ու երիտասարդության տարիների ամենալավ ու բարի հիշողությունները։ Էնգելսեցի Սլավիկ Նազարյանը նշում է, որ հիմա, երբ զբոսայգում արդեն վերանորոգման աշխատանքներ են ընթանում, զբոսայգու հետ կապված հուշերն ավելի վառ են թվում։ Երեկոյան կողմ այս ամբողջ թաղամասը գալիս է կնիկ, մարդ եւ այլն կանգնում աստեղ թամաշանում։ Մեզ ժողովրդախոսակցական բարբառով ասում, կանգնում թամաշան, թե մարդիկ ոնց են աշխատում։ Բոլորն ուրախանում են, բոլորը։ Զբոսայգում այն ժամանակ կար պարի, թենիսի հրապարակ, անց էին կացվում տարբեր բացօթյա համերգներ ու այլ միջոցառումներ։ Այցելելով զբոսայգի լիցքաթափվում ու հագեցնում ենք մեր ու մեր երեխաների օրը, ասում է Սլավիկ Նազարյանը։ Զբոսայգում եռուզեռն ակտիվ էր լինում հատկապես մայիսի 1-ին։ Մայիսի 1-ին մոռացված, դե մայիսի 1-ը կամ մոռացված չի, այդպես չեն տոնում, այստեղ տեղ չկար։ Համերգներ էին գալի, բացօթյա տալի, քիչ էր մնում տանցպլաշատկա էլ կար, բարելու հրապարակ կար, բայց դե մեր մոտ որ շատ չէր ընդունված դա, ասենք թե ռուսական մի քիչ կողմնորոշումը մեր մոտ շատ չի մտավելի, որ մենք ասենք տանգո եւ այլ ֆոքստրոտ, չարլստոն եւ այլ այդ կարգի բաներ բարենք։ Այդ ես հիշում եմ նախին տեսքը եւ այդ տարիքում իմ հասակակիցների հետ միասին միշտ այցելել ենք եւ հենց նպատակներից մեկը մեր եւ ավելի բարձր տարիքի սերունդի մեր ալավերցիների նրանում է, որ նմանատիպ հնարավորություն ստեղծենք նաեւ ներկայիս երիտասարդների եւ երեխաների համար։ Քաղաքապետ Արտավազդ Վարդասյանը նշում է, որ ծանոթանալով քաղաքի երիտասարդների խնդիրներին ու քաղաքի հետ կապված նրանց տարբեր ցանկություններին, եկել են այն եզրահանգման, որ զբոսայգի ունենալը անհրաժեշտություն է, այն լինելու է ոչ միայն հանգստի, այլ նաեւ մշակութային տարբեր միջոցառումների անցկացման վայր։ Ես հետևում եմ նաեւ համացանցում մեր շատ համակարգացների, հատկապես երիտասարդության ցանկություններին, ինչ կուզենան քաղաքում լինի երիտասարդների զբաղմունքի համար եւ տեսնում են, որ հենց այդ զբոսայգին կարա դառնա այդ ցանկությունների իրականացման կենտրոններից մեկը։ Հաշվի առնելով եւ այդ հանգամանքը եւ մեր մանկությունից մնացած հուշերը, երբ որ այնտեղ նաեւ համերգային ծրագրեր են իրականացվում, նախագծում նախատեսվում է նաեւ բեմ եւ նստարաններ, որպեսզի հաճելի ժամանց անցկացնելու վայր լինի։ Ծրագրի նախագիծն այնպիսին է, որ բոլոր սերունդների ներկայացուցիչներն էլ կկարողանան իրենց նախասիրություններին համապատասխան զբաղմունք գտնել այնտեղ, այսինքն զբոսայգին լինելու է հանրային հանգստի գոտի, նշում է քաղաքապետը։ Այսինքն ինքը զբոսայգին դառնում է էպիկենտրոն եւ հանգստի կազմակերպման եւ մշակութային միջոցառումների անցկացման։ Զբոսայգում գտնվող արձանիկները ճիշտ է տարիների ընթացքում վնասվել են, սակայն պարտադիր կվերականգնվեն եւ կպահպանվեն։ Զբոսայգու կառուցումը նախատեսված է իրականացնել 2 փուլով։ 1 ամսից ավելի է սկսվել են առաջին փուլում նախատեսված հողային պատերի ամրակայման ու ճաղաշարերի կառուցման աշխատանքները։ Երկրորդ փուլում արդեն նախատեսվում են լուսավորության կանաչապատման աշխատանքները։ Քաղաքապետ Արտավազդ Վարդասյանի խոսքով զբոսայգու մուտքը վճարովի դարձնելը կամ որևէ տարածք վաճառելը բացառվում է։ Միայն տարբեր ծառայությունների մատուցման համար վարձակալությամբ տարածքներ կտրամադրվեն։ Այդ մասին մրցույթ կհայտարարվի, երբ զբոսայգու կառուցման աշխատանքների ավարտն արդեն մոտ լինի։ Լուսինե Փարսադանյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։